Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հրատապ նիստ է անցկացրել քննարկելու 3-ամյա Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և երեխաների հետագա խնամքի հարցը։ Այս մասին հայտնում է ՆյուզէՄ։ Մարզպետարանի աշխատակից Մամիկոն Գալոյանի խոսքով խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ գումարված նիստին մասնակցել են երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցների, դպրոցի, ոստիկանության և միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Օրակարգում ընդգրկված է երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը։ Նշենք, որ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու 3 եղբայրների մասին Երևանի Հովի երեխաների աջակցության կենտրոնից տեղեկություն են հայտնել։ Տնօրենը նշել է, որ նրանք շփոթված են, մոլորված ու վախեցած։ Խնդրահարույց վիճակում են, անխնամությունը ակնհայտ երևում է, գումարած դրանց ամբողջ պատմությունները։ Այս փուլում երեխաները լողացել են, փոխվել են, շորեր ենք տվել, փորձում ենք իրենց համար հանգիստ, նորմալ մթնոլորտ ձևավորել, իրենց էմոցիոնալ կայունությունն ապահովելու, բնականաբար վախեցած են, անհանգիստ են, տեղից տեղ են տեղափոխվել։ Այս ընթացքում անհամար թվով մարդիկ են մտել տուն, դուրս եկել, հարցեր տվել և այլն։ Շփոթահար են, տրավմատիկ վիճակում են երեխաները, Ազատության հետ զրույցում ասել է Միրա Անտոնյանը։ Հավելենք նաև, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ Ազատությանը փոխանցել է, որ այս պահին մայրական իրավունքից զրկելու մասին որոշում չկա։ Մոր հետ տեսակցության արգելք էլ չկա։ Հարցին, թե մոր հետ ևս աշխատանք է տարվում, մարզպետն ասել է՝ միանշանակ։ Իսկ ինչ կլինի հետո, հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է։ Բայց արդյոք անհնար էր բացահայտել, ինչ էր կատարվում ընտանիքում նախքան դժբախտությունը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է. Ընտանիքի ներսում մթնոլորտի մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց որ սոցիալական խնդիրներ ունեն, համայնքը տեղյակ է եղել և համայնքը պարբերաբար ու ոչ միայն համայնքը սոցիալական տարբեր կազմակերպություններ այդ ընտանիքին աջակցություն են տրամադրել։ Այն հարցին, արդյոք դրանից դուրս չի նկատվել, որ ընտանիքում այլ խնդիրներ կան, որ կարող էր հանգեցնել նման դժբախտության, Գեղարքունիքի մարզպետն ասել է. Իհարկե ոչ։ Արդեն մի քանի օր է ողջ մամուլը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ 3-ամյա Տիգրանը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից էր։ Վերջինս խեղդամահ է արվել իր սեփական հոր կողմից։ Օրեր շարունակ ոստիկանները փրկարարական ջոկատները փնտրում էին տղային։ Արդեն 2 օր առաջ Դաշտամիջյան հատվածում գտնվեց Տիգրանը։ Դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ նման սարսափելի քայլի դիմել է երեխայի հայրը։ Այսօր փոքրիկ Տիգրանի հուղարկավորությունն էր։ Ողջ գյուղը սգում է, ոչ ոք չի կարողանում համակերպվել դաժան իրականության հետ։ Համացանցային օգտատերերը մեղադրում են այս ընտանիքի ծնողներին, քանի որ մայրը պետք է թույլ չտար իր երեխային մենակ մնալ հոգեկան խանգարումներ ունեցող հոր հետ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել։ Նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածը երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար։
Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա, դաշնամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում և ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են և փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրուր լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ և առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է, նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի և պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։